Մինչև ելույթի անդրադառնալը պարոն Խաչատրյան, շնորհակալություն հստակ ձևակերպման համար, թե ինչու պետք է ասել Կտրիչ Ներսիսյան եւ ոչ թե ՆՍՈՏՏ Գարեգին Բ. Որովհետեւ դուք ինքներդ ձևակերպեցիք քաղաքականությամբ կարող է զբաղվել քաղաքացի Կտրիչ Ներսիսյանը։ Քաղաքականությամբ կարող է զբաղվել առավել եւս դատարանում մեղադրվել, օրինակ Վազգեն Գալստանյանը քաղաքացի եւ ոչ թե հակած հոգեվորականի շորերը ներկայանալով եկեղեցու բանի չպահել եկեղեցու քաղաքականությանը չխառնվելու զսպվածությունը։ Շնորհակալ եմ ձևակերպման համար եւ այսուհետ իհարկե Կտրիչ Ներսիսյան քաղաքացի։ Ուրեմն ես իհարկե միշտ մտածում եմ, որ ասենք պետք է ամբռնումով մոտենալ մեր գործընկերներին, որովհետեւ դե մարդիկ քաղաքական ֆիասկո են ապրում ու մեր կողմից ընկածին խփելը լավ բան չի, բայց իրականում երեք ինչ տեղի ունեցավ, այն որ Հոհիդան կրկին անգամ ինքը կրակեց իր ոտքին։ Իմիջիալոս կրակեց, կներեք պարոն Հակոբ Մովսես համեմատության համար, բայց այս անգամ կրակեց ծանր հրետանիով իդեմս պարոն Հակոբ Մովսեսի։ Ասենք իմ մոտ տպավորությունը, այս քաղաքական լուրջ փորձ ունեցող Արծվիկ Մինասյանը չկարողացավ դիմանալ այդ գայթակղությանը ու ձեր իբր սահմանադրական կարգի պահպանման այդ ձգտումը, իբր զսպվածության խախտում տեսնելու այս խնդիրը չվերածեր դաշնակցության, անքննադատելիության, ֆետիշիզմի, պատմության ֆետիշիզմի ու չտաներ նրան, որ սկսեն քննարկել դաշնակցության գաղափարախոսությունը եւ նմանատիպ այլ բաներ։ Ու իմ մոտ տպավորություն էր, որ այն որ սկսնակ ըմբիշները, նես տպավորություն դպրոցական ըմբիշները, ասենք Արտուր Ալեքսանյանին կանչել են մարտի ու կռիվ են տալի։ Չեք կարողանալու։ Իզուր չեք կարող, ինչքան էլ որ երբ որ հանկարծ Հակոբ Մովսեսը պարզվեց քննադատել է դաշնակցությանը, որոշվեց, որ ինքը վատ է թարգմանել, այսպես խոսեց զրադաշտը։ Լուրջ եք ասում։ Այսինքն դուք Նիչե կարդալու հնարավորություն եք ստացել Հակոբ Մովսեսի շնորհիվ, ու դուք հենց մի հատ էլ քննարկում եք լավ է թարգմանած, թե լավ չի թարգմանած, այդ քանի անգամ եք Նիչե թարգմանել։ Նիչեն անգլերենով կարդացել եք, հա։ Ես անգլերենով եմ կարդացել, ասում եմ Նիչեն անգլերենով կարդացել եք։ Նկատի ունեմ լեզվի բարդությունները։ Այնտեղ ավելի լավ է թարգմանած, փորձել եք կարդալու հասկանալ։ Այդ նկատի ունեմ, որ ձեր քննարկելունը չի։ Թե չէ ես Նիչեին շատ լավ եմ ճանաչում։ Թե չէ ես Նիչե ստիպված եմ եղել կարդալ անգլերենով մենակ նրա համար, որ Հակոբ Մովսեսը չի թարգմանել իր մյուս աշխատությունները, ինչքան էլ ես ուզեի, որ թարգմանած լիներ։ Ինչ էի էլ ուզում ասել, հա։ Նախ պարոն Արծվիկ Մինասյանը այստեղից քննարկում է գլուխ կտրելու թեման երեխայի ու ասում է 10 տարեկան երեխայի մասն է խոսքը։ Ասում է, եթե դա վերաբերվում է ու ասում է Արծվիկ Մինասյանը, ով մինչև այդ ասում էր մենք խաղաղությանը, ով կարա խաղաղությանը դեմ լինի, ոնց մենք խաղաղասեր չենք եւ այլն, ասում է, եթե գլուխ կտրելը վերաբերվում էր թշնամուն կամ սրան կամ նրան, 10 տարեկան երեխային գլուխ կտրել սովորացնելը նորմալ է։ Էսա ձեր պատկերացումները ընդհանրապես մանկավարժության, երեխային վերաբերվելու, գաղափարախոսության ընդհանրապես, սենց եք դուք պատմություն սովորացնում։ Պարոն Հակոբ Մովսեսին մի բանով եմ ուզում հակադարձել իրականում, պարոն Հակոբ Մովսես, դաշնակցությունը իրականում անցյալի եւ ներկայի հանդեպ ռադիկալ տարբեր պատկերացումներ ունի, որովհետեւ այն ինչ տեղի է ունեցել անցյալում, տեղի է ունեցել արտաքին թշնամու պատճառով։ Այն ինչ տեղի ունեցել անցյալում ոչ մի բան տեղի չունեցել մեր մեղքով, մեր բոլորի մեղքով։ Բայց այն ինչ տեղի ունենում հիմա, երբեք տեղի չունենում արտաքին թշնամու պատճառով։ Ամեն ինչ տեղի ունենում մեր մեղքով, հատկապես իշխանության մեղքով։ Ոնց 180 աստիճան կարծիք են փոխել, իսկ դուք ասում եք չեն ադապտացվում։ Իրականում այս մարդիկ ադապտացվում են, պարզապես սենց են ադապտացվում։ Հիմա անհանգստ մարդուն ասում եք հակադաշնակցական։ Ճիշտ։ Հակադաշնակցականը այսօրվա Հոհիդա ներկայացուցիչներն են, որոնք նստած են այստեղ։ Ասեմ ինչի, որովհետև 150 տարվա կուսակցությունը ով է իր քաղաքական առաջնորդը, անկուսակցական Ռոբերտ Քոչարյանը։ 150 տարվա կուսակցությունը եկել է այստեղ մի խմբակցությամբ, ով է խմբակցության առաջնորդը, անկուսակցական Սեյրան Օհանյանը։
Դուք դաշնակցությանը այն սնանկությանն եք հասցրել, որ դուք չունեք դաշնակցական առաջնորդ։ Ես չեմ էլ ճանաչում այդ դաշնակցական առաջնորդին։ Ավելի վատ։ Հասկանում եք, հետո խոսում եք, սա մենք ենք այս վիճակի հասցրել ձեզ։ Մենք ենք ասել Ռոբերտ Քոչարյանը թող լինի ձեր առաջնորդը։ Մենք չէինք ասում։ Դուք եք հասցրել քաղաքական այս սնանկությանը եւ այլն։ Երեք բանա, ասենք մշակույթի գործիչա ու պատկառելի մշակույթի գործիչա խոսում, տեղում նստած կներեք, բայց պետք է ասեմ, տեղում նստած ձեր խմբակցության падգամավորներից այնքան ռեպլիկներ էր թողում, այնքան ծիծաղալով, բանով, որի մոտ հիշացրեց իմ սերունդի մեջ կար, նոր սերունդի մեջ հուսով եմ չկար, իմ սերունդի մեջ տենց են չսովորող բան երեխեք կային, որոնք տենց գիրք գրողներին, բան, ասենք ձեռը հին առնում, էլի, արվեստագետներին, բան, ասենք ձեր ահա չեմ գնալու գիր գրեմ։ Հետո հիշացրեց, որ ձեր կոալիցիոն գործընկերության ժամանակահատվածի մի падգամավոր ասում էր, ոնց ես ինչ պետք է անեմ, ես պետք է ծեծեմ, այ որ ջութակ նվագեմ, այդ ժամանակ զարմացեք։ Էսա ձեր վերաբերմունքը մշակութային գործիչներին, ու դուք նստած տեղում ձեռ եք առնում, կոմենտներ եք անում մշակութային գործին, որտեղ ձեր համար մշակութային գործիչ էին, ով որ խոսում է ворցությունից օրինակ տղամարդկանց, չէ՞։ Այ մշակույթի ներկայացուցիչ է, խոսալ թե ворցը իրան ոնց պետք է պահի, էքը ոնց պետք է պահի կներեք այս բառերի համար, բայց ես չեմ որ ворցությունից եմ խոսացել, ձեր սիրած մշակութային գործիչն է խոսացել։ Ու ես խնդրում եմ այսպիսի վերաբերմունքը թարգեք մշակութային գործիչների նկատմամբ։ Դուք սա իրականում ձեր դեմ քննադատության, դեմ արշավ է։ Դուք ուզում եք լռեցնեք նրանց, ովքեր փորձել են քննարկել Հոիդային։ Ինչի, որովհետև ոչ հոիդայական Հայաստան խմբակցության падգամավոր չխոսեց այս ընթացքում։ Տենց ծանր չտարավ, ինքը չներկայացրեց այդ բողոքը, ու հետո ասում եք շահերի բախում չկա, բա մինչև այդ ընդհանրապես ոչ մեկին ոչ մի բան չէր ասել Հակոբ Մովսեսը։ Հաստատ ԿՊ-ին էլ է քննադատել։ Բա հելնեի, գայք, ասեք, բա խիա քննադատում քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, որը իմիջայլոց քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամի լիդերությամբ է ներկայանում եւ ազգային ժողովում եւ ազգային ժողովից դուրս կառավարությունում, երբ որ խոսում ենք կուսակցության սնանկության մասին։ Ու դուք պատկերացնում եք, դուք ուզում եք դառնալ իշխանություն։ Ստանայք իշխանական լծակներ ու լսեիք քննադատություն, այնքան քննադատություն, որ մենք լսում ենք մեր հասցեին, դուք կարողանալու եք, ոնց որ չեք կարողացել, տենց էլ չեք կարողանալու։ Ես մի կողմ դրած իմ падգամավոր լինելը, մի կողմ դրած Հակոբ Մովսեսի պաշտոնը, ամեն ինչ մի կողմ դրած ես իմ էությամբ չեմ կարող թույլ տալ, որ մարդիկ հարձակվեն մշակութային գործի վրա, ով արտահայտել է իր բավականին թանկարժեք մտահոգությունները պատմության եւ ներկայիս վերաբերյալ։